Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքից մի ամերիկահայ զբոսաշրջիկ եկավ Երևան։ Դեմքը շիկավուն էր, աչքերը թաց կապույտ։ Ես եմ Մախլուտո, ես եմ քո դասընկերը, Կոփեցի Լևոնը, ասաց նա նետվելով իր հայրենակցի անշուք գերեզմանին։ Մենք իրարից բաժանվեցինք սրանից 60 տարի առաջ, երբ Մելքոն վարժապետը մեզ սովորեցնում էր անգիր անել ռանչպարների կանչը։ Իմ հայրը կամուրջ շինող էր, իսկ քո հայրը որմնադիր։ Ինձ բախտը շպրտեց հեռավոր Կալիֆորնիա, իսկ դու նետվեցիր ֆիդայական շարժումների մեջ, ուխտելով ծառայել Հայաստանի ազատագրության դատի։ Ես մի փոքրիկ պանդոկ շինեցի Ֆրեզնո քաղաքում անտուն եւ անտեր պանդուխների համար։ Իսկ դու քո կյանքը կամուրջ շինեցիր, որ հայ ժողովուրդը անցնի դրա վրայով։ Դու մի խենթ էիր եւ եկար թաղվեցիր խենթի կողքին։ Եվ արցունքները թափվում թրջում էին գերեզմանը մեծանուն հայրենասերի, որ հանգչում էր Գայանե վանքի բակում, իր պես անհանգիստ ու մեծահամբավ մի ուրիշ քաջի կողքին։ Շուտով Մախլուտոյի հողաթմբին բարձրացավ գրանիտե մի հուշարձան, որի վրա ենթագիր տարրերով դրոշմված էր. Տարոնի հայդուկ Մախլուտոյի Սմբատ Բորոյանի հիշատակին, իր դասընկեր Լևոնից։